Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև բարդ ընտրության առջև և սա անդրադառնում է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի վրա, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում, սակայն ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է։ Օվերչուկը նաև հայտնել է, որ Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում խաղաղությանը և ի սկզբանե հենց Մոսկվայի ջանքերն են հանգեցրել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ են կառուցվում։ Նա նշել է, Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որ այժմ ունի։ Օվերչուկը հավելել է, ստեղծված իրավիճակը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Իրանի բանակի խոսնակը հայտարարել է, որ երկրի դեմ ցանկացած նոր ագրեսիա կստիպի հակառակորդների դեմ նոր ճակատներ բացել։ Ըստ խոսնակի, Իրանի զինված ուժերը հրադադարի ընթացքում ամրապնդել են իրենց մարտական կարողությունները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով 2-3 օրով հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին։ Դոնալդ Թրամփի խոսքով պատերազմն ավարտելու լուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնությունը մոտ է։ Միևնույն ժամանակ Թրամփը հրահանգել է պատրաստ լինել Իրանի դեմ լիակատար լայնամասշտաբ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր ձեռք չբերվի։ ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, համաձայնագիրը պետք է ներառի կարևոր կետ՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Մայիսի 20-ին նա հանդիպում կունենա երկրի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նրա այցից առաջ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ երկու ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում գործակցությունը, միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Պուտինն իր հերթին տեսաուղերձ էր հղել հայտարարելով, որ երկու երկրի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ և որ ռուս-չինական հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ Նա բարձր էր գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի տրամադրվածությունը երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։ Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է $200 միլիարդ։ Նա նաև ողջունել էր երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։ Ավելի վաղ մայիսի 13-ից 15-ը պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը երկօրյա այցով ժամանել է Լեհաստան։ Սա նրա առաջին օտարերկրյա ուղևորությունն է օրեր առաջ պաշտոնը ստանձնելուց հետո։ Մադյարն իր այցը սկսել է Կրակովում, որից հետո կմեկնի Վարշավա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման։ Նա կայցելի նաև Գդանսկ, այնուհետև կմեկնի Ավստրիա։ Լեհաստանում քննարկման թեմաներից կլինի էներգետիկան։ Մադյարը խոստացել է մինչև 2035 թվականը դադարեցնել Հունգարիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Մադյարի այցը խորհրդանշական է համարվում հաշվի առնելով Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի լարված հարաբերությունները Լեհաստանի իշխանությունների հետ, պայմանավորված Ուկրաինայի հարցում մոտեցումների տարբերությամբ։ 7 խմբի երկրների ֆինանսների նախարարները Փարիզում կայացած հանդիպմանը համակարծիք են եղել, որ առևտրային հոսքերը պետք է վերադառնան բնականon հուն և որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի։ Ըստ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի, որքան ավելի երկար շարունակվի ստեղծված իրավիճակը, այնքան ավելի դժվար կլինի տնտեսության համար։ G7 երկրները նաև համակարծիք են եղել, որ Ռուսաստանը չպետք է օգուտներ քաղի Մերձավոր Արևելքում հակամարտությունից և հարկավոր է շարունակել Մոսկվայի վրա ճնշումը Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը դաշնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն խափանել Իրանի ֆինանսավորման ցանցերը, հավելելով, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կվերանայի պատժամիջոցների ցանկը։ Նա ընդգծել է Իրանի ստվերային բանկային ցանցերն արմատախիլ անելու անհրաժեշտությունը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։